Ասելիքս չվերջացրի ընդեմ Նիկոլա Գորշների, այո Գորշներ, սրանք Գորշներ են, Գորշ գայլերի հետ աշխատող, դե ուրեմն իմացեք, այն ազգը, ով մոռացել է իր նախնիների ցավը, նա ապրելու իրավունք չունի, հիշեք սա, ինտերնետի վրա օր գիշեր դուք կտեսնեք հոլոկաստ, ջույշ հոլոկաստ, հրեական հոլոկաստ, մի վայրկյան դադար չկա, ով խոսում է, բացում է առաջինը դա է խոսում, մինչև հիմա իրենց այդ ձայնագրությունները այնտեղ Օսվենցիում եւ այլնում տառապած խոսում են, եւ ահա ես այստեղ եմ վկայելու իմ նախնիների վիշտը, իմ պապին Մովսես Փայտյանին սպանել են ադրբեջանցի բոլշևիկները եւ գողացել են նրա հողը Տավուշում։ Իմ մյուս պապին Հակոբ Եսայանին, որ անգամ վախենում էր ասել, որ իրենց բարեկամներով ունեին նավթի հանք Բաքվում։ Եվ ես ինչ եմ լսել իմ մանկության մեջ, ինչպես էր իմ տատիկիս քույրը պատմում 1920 թվականի Բաքվի հայկական ջարդերը, ինչպես էին կտրում մարդու գլուխը եւ ահա գլուխը թփրտում էր, աչքերը թարթում։ Լսեք, ես 7 տարեկան, 6 տարեկան երեխա ես սա եմ լսել իմ ընտանիքում։ Այդ ինչ եք հիմա մեջտեղ անգել։ Եվ նոր պատմություններ եք գրում, հին հայրենիք, նոր հայրենիք, քրիստոնյա հայրենիք, պոռնկացած հայրենիք, թքեմ ես ձեզ վրա, եթե դուք ազգ եք։ Ես պիտի չմոռանամ, ինչպես ասում է իմ քրիստոնյա հայրը, հայրապետը, շնորհալի Ներսեսը, երբ որ գրում էր իր ողբիեդեսիոյի եւ ասում է. «Սկա ինձ հետ հիշի մեր սրբերի ոսկորները թափված ամենտեղ, դիակները հոշոտված շներից, սկա ինձ հետ»։ Եվ այնտեղ նշում է, որ մենք ազգ ենք երկնային հացով, Հիսուս Քրիստոսի մարմնով եւ արամբ մեծացած, եւ մենք ենք լինելու ահա աշխարհի, եթե չհասկանանք մեր անելիք այս կյանքում որն է սուրբ լինել, այդ ինչ է կռապաշտել, բոզացել, դուրս պրծել, այդ ինչ պատահել ձեզ ես չեմ հասկանում։ Եվ ահա նորից եմ ես կրկնում, իմ Եշիրեն դուք Հայաստանում ապրում եք, դուք ձեր հողի վրա երիտ այդքան զգայուն չեք ինչպես ես եմ այստեղ, բայց ես իմ մանկությունից ինչ եմ հիշում եմ միայն իմ հոր քնքոցը, ворդ մեծացած, քշված, տարբեր Ֆինլանդիայի պատերազմի դեմ, Գերմանիայի դեմ պատերազմում, ամբողջ գիշեր ես հիշում եմ միայն նրա տնքոցը, մի ազգ, որ անցել է, սարսափելի կրակներով, ճամբարներով, հալածանքով, ստրկացումով, եւ այսօր ինչ է պատահել ձեզ, ադրբեջանցիներին բերում են, ես ապրել եմ, Աստված ինձ դիտմամբ դրեց այդտեղ, այդ Մասիսի գյուղում, որպեսզի ես տեսնեմ դրանք ովքեր են, եւ նրանք չեն փոխվում, մուսուլմանը չի փոխվում, հիշեք դա, մուսուլմանը չի փոխվում, ձեզ ուրիշ երես ցույց կտա, իրեն ասեն գնա սպաներ քրիստոնեացած եղբորդ, բանակը կվերցնի սպանի, նրանք մարդիկ չեն, եւ ահա նորից պատմեմ ձեզ այդ կռիվների սկիզբը, այս շարժման սկիզբը ինչպես եղավ, արդեն ասել եմ ես, լսող անգամ լինի լսելու, ես խոսում եմ փաստերից, Վազգեն առաջին այդ տղային տարապահեց KGB-ից Էջմիածնի պատմողներում, որ KGB-ն չձեռբակալի իրեն, որովհետև նա ավտոմատը հանեց եւ այդ ադրբեջանցիներին բոլորին դրեց ներքև, որովհետև նրանք համարձակվեցին ապրելով մեր հայրենիքի մեջ ծաղրելու ապրիլի 15-ը, I'm so sorry, 24-ը, արդեն տեսնում եք ինչ վիճակի մեջ եմ, ապրիլի 24 չկա, ամբողջ ապրիլ է, ամբողջ 15 թիվ է, միայն 24 չէին, 100 ամյակ կամ 110 ամյակ չէ այդ, սա գնում է հազարամյակներով, եւ սա բոլորն են կազմակերպել, ես արդեն ձեզ ասացին, ինչու, որովհետև ես այստեղ եմ, դու այդտեղ ես, մենք սկզբունքային ժողովուրդ ենք, այս որտեղից բերեցիք, լսեք այս մուտանտներին, եւ հիմա, եթե դուք ամսի 24-ին ապրիլի ամբողջ ազգը միլիոնով դուրս չեք եկել, եւ ինչ որ ասում է այս պիդարաստը, հակառակ
անում իր։ Դուք ասք չեք, դուք չեք ապրելու, Աստծո վրեժը ձեզ վրա է։ Նորից եմ ասում, գրացեք, կարդացեք Սուրբ Մերսես Շնորհանի ողջ Պիեդեսիայի, այնտեղ գրված է ամբողջ կոդը, ինչպես պիտի հայ մարդը իրեն պահի։ Ես չեմ ասում վրեժով լցվեն գնան բոլորին սպանել, բայց ես ասում եմ, կոթողներ պետք է կառուցել, խաչքարեր պետք է կառուցել, այդ խաչքարերը ամբողջ աշխարհում մենակ մենք ենք կառուցում։ Ինչու՞, որովհետև վստահ ենք, որ ինչ սխալներ գործում ենք ի վերջո քրիստոնյա ժողովուրդ ենք մենք, երկնքի ժողովուրդ ենք, եւ մեր ծաղկած խաչը նշան է մեր հարությանը, բոլորիս հարությանը։ Ես որ այսքան խոսում եմ, իմ ազգի դեմ, պատրաստ եմ կյանքս տալու բոլորիդ փրկության համար, որովհետեւ կուզենա տեսնի մեկին դժողքի մեջ վառվելիս, ոչ մեկին ես դա չեմ ուզում։ Եվ ախելքի եկեք։ Եվ այս մուտանտները, սկսած Լևոն Պետրոսյանից, այդ ես չգիտեմ, մի հատ խմորից սարքած մարդ էր իմպոտենտ, ամեն մեկը իր ներքին ուրեմն այս կոմպլեքսներից կերան ազգին, խարամեցին ազգին, ինչու եք շան տեղ դնում, ինչու դուք չունեք ձեր սկզբունքները, ձեր երեխային դասիրակելու սուրբ, սովորեցնելու, կարդալու նրա համար Եղիշե եւ այո, սուրբ շնորհալու ողջ Պիեդեսիան, ուր են ձեր գրականությունները, ուր են ձեր ֆիլմերը։ Գիտեք ինչ? Անցյալ ես իհարկե Կոմիտասի նկատմամբ Պարուս Սևակի գրած ահլարելի զանգակատուն անընդունելի է ինձ։ Կոմիտաս չէր կարող սիրահարվել, նա սուրբ մարդ էր, կրոնավոր մարդ էր, բայց մարդը գրեց, իր ցավը գրեց, Շիրազը գրեց, իր ցավը գրեց։ Այսօր ո՞ր է գրում ձեր ցավից։ Մոռացել եք։ Ամեն մի ընտանիքում մենք ունենք զոհ, ամեն մի ընտանիքում մենք ունենք զոհ, լինի բոլշևիկների տակ, թե թուրքերի տակ այնտեղ։ Մոռացաք ամեն ինչ։ Դե որ մոռացեք, գնացեք հիմա, ինչա, կրտվեք, թալփատվեք, անունները փոխեք, ես չեմ ուզում տեսնել ձեզ։